Սիրելիներ, այսօր 3 ամիս է, ինչ ես վերաբացել եմ իմ YouTube-յան ալիքը եւ շատ բան ունեմ ասելու։ Այսօր խոսելու եմ թե իմ հաջողություններից եւ թե դրական արձագանքից, բայց նաեւ ուզում եմ անդրադառնալ բացասական կոմենտներին։ Նախ ես ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ինձ եւ նախկինում են հետեւել եւ նոր են միացել։ Վերջին 3 ամսվա ընթացքում իմ մոտ ավելացել է նոր 1000 դիտորդ։ Ինքը YouTube-ի համար հրաշալի է։ Մանավանդ ես 4 տարի ոչ մի բան չէի տեղադրել, հա։ Ինչն է ինձ ոգևորում։ Իհարկե ինձ ոգևորում եք դուք, որովհետեւ շատ շատերն են գրում, որ քո վիդեոների եւ ֆորմատի նման քիչ կա եւ շատ շնորհակալ ենք, հետաքրքիր է, ապրում ենք Գերմանիայում, այդ մասին չգիտենք, կամ Ամերիկայում ենք ապրում, թերևս հեռու ենք Եվրոպայից կամ նույն Հայաստանից, բայց նույնպես հետաքրքիր է։ Շատ ուրախ եմ սիրելիներ։ Այսօր ուզում եմ խոսել նաեւ բացասական կոմենտներից։ Ես քանի որ եւ Գերմանիայում զբաղված եմ մեդիա ոլորտով եւ Հայաստանում եղել եմ լրագրող եւ իմ հենց կրթությունը ակադեմիական կախված է մեդիայի հետ եւ լավ հասկանում եմ, որ քո պոպուլարության զուգընթաց ավելանում է նաեւ հեյթը։ Առանց դրա չեք կարող, հասկանում եք։ Դուք չեք կարող բոլորին դուր գալ, դուք չեք կարող բոլորին այսպես բոլորը ձեզ սիրեն, ձեր խոսքի մեջ, ձեր արտաքինի, ձեր ամեն ինչը կարող է շատ մարդկանց զայրացնել եւ դա նորմալ է։ Ես էլ ունեմ այնպիսի բլոգերներ, որոնց չեմ սիրում, չեմ նայում, դուրս չի գալիս, ոչ էլ կոմենտ եմ գրում, բայց հոգեբանության մեջ էսպես բան կա, որ այն մարդիկ, ովքեր որ բացասական վիրավորական կոմենտներ են գրում, դա խոսում է հենց այդ մարդկանց խնդիրներից։ Եկեք առանձնացնենք, որ կան կոմենտների մի քանի տեսակ, հա։ Կարող է լինել ինքը քննադատական, որը որ պարզապես իմ տեսակետի հետ մարդը համաձայն չի եւ խոսում է կամ իր տեսակետն է դա ներկայացնում, ես դա այդ խնդիր չունեմ, ես եղել adepт, որ մի, չգիտեմ, մարդ եկին է, այսպես ինքը կոմենտել է, ես ասել եմ ինչ նկատի ունեք, վերջում sense պաչ, պրոշտի, ապրես, շատ լավ է, հա, համաձայն չենք, բայց շատ հարգանքով։ Մարդիկ կան, այո, իրենց տեսակետն են հայտնում եւ համաձայն չեն օրինակի համար։ Մարդիկ կան, որ իրենց տեսակետն են ներկայացնում, դա նույնպես ընդունելի է։ Ինձ համար է անընդունելի բացարձակապես բացահայտ ինձ վիրավորող, այն որ նայում ես ասում ես ով է քեզ թույլ տվել նման բաներ գրել կամ որն է քո արգումենտացիան։ Երևի այդ անոնիմ լինելը շատ մարդկանց օգնում է ու ես հասկանում եմ, որ գուցե այդ մարդը այնքան դժբախտ է իր կյանքում, այնքան իր կյանքում ամեն ինչ վատ է, որ միակ ելքը մնում է մտնել եւ կոմենտներում ուրիշ մարդու գրել։ Ասեմ ավելին, այն սկզբից, հա, հիմա այդքան չէ, սկզբից շատ նեղվում էին հենց Գերմանիայում ապրող հայերը 50 անց։ Ես հասկանում եմ, որ դուք դժվար ճանապարհ եք անցել։ Ես հասկանում եմ, որ միգրացիան շատ դժվար է տվել եւ ձեզ թվում է, որ ես այստեղ ակադեմիական կրթություն եմ ստացել, որ ես այսպես այստեղ հաջողությունների եմ հասել կամ չեմ հասել, ուրեմն արժանի եմ բացասական վիրավորական կոմենտների։ Մարդկանց մի տեսակ կա, որ իր ուղեղի մեջ չի մտնում, ոնց կարող ես դու կամերան վերցնել եւ խոսել, ոնց կարող ես դու այդպես քեզ այնքան ինքնավստահություն ունենալ, որ կարողանաս ինչ-որ մի բանից խոսել։ Ես գիտեք ինչի վրա եմ զարմանում, այն մարդիկ, ովքեր ինձ հետևում են, դուք գիտեք, որ ցանկացած իմ տեսանյութ դա երկար եւ շատ ջանքեր է ինձնից պահանջում, որպեսզի այդ տեսանյութը ես հրապարակեմ։ Ես գրում եմ տեքստը, ես հասկանում եմ ինչի մասին խոսել, ես այնպես եմ իմ տեսանյութը ձևակերպում, որ հետաքրքիր լինի, չեմ դնում 30 րոպե դեսից դենից խոսում, հետո այն վերնագրում, որ գրել եմ, հարցը, հետո ես իմ վերջում մի կերպ վիդեոյի վերջում տալ։ Ես իմ աուդիտորիային չեմ խափում։ Ես ցանկացած որ մի մեկնաբանություն եմ տալիս եւ որ մի թիվ եմ ասում, դա հիմնված է տեղեկատվության եւ բաց աղբյուրների հիման վրա եմ ես այդ մասին խոսում։ Դուք իմ վիդեոյի մեջ մեծամասամբ չեք տեսնի, միայն այդ խոսակցական վիդեոյի մեջ, որ ես պատմում եմ իմ տեսակետը, չեք տեսնի փաստերի խեղաթյուրում, չեք տեսնի, որ իմ վերնագիրը մի ուրիշ բան էր, իսկ ես ամբողջ վիդեոյի մեջ ջուր եմ ծեծում, չեք տեսնի։ Ու գիտեք ինչն է ինձ համար մի տեսակ զարմանալի է, խոսում եմ Գերմանիայում բացասական բաների մասին, հա, կամ հասարակական, այսպես սոցիալական, հասարակական հետազոտությունների հիման վրա կա տեղեկատվություն, ինչու Գերմանիան լքում են գերմանացիները։ Տեսանյութ եմ տեղադրում, ոչ մի բառ իմ տեսակետը չկա։ Եվ այն 5 երկիրը, որը որ ստատիստիկայի համաձայն արտագաղթում են, որտեղ որ արտագաղթում են գերմանացիները։ Տեսնեք, կոմենտների կեսը թաղեմ քեզ, սատկես դու, ինչի ես բողոքում։ Խոսում եմ ինչու տեղափոխվել Գերմանիա դրական պատճառների մասին, թաղեմ քեզ արտագաղթնես դու ոգևորում եւ աջակցում ես արտագաղթին։
Մի հատ կողմնորոշվեք, հա։ Սիրելիներ, ես էլի եմ ասում, ես դասական բլոգեր չեմ, բայց ցանկացած նույն լրագրողական եթե այսպես տեսանկյունից նայել, պետք է իրավիճակը արտագաղթին եւ բացասական եւ դրական եւ չեզոք կողմից նայել։ Ես ձեզ ներկայացնում եմ դա։ Այսինքն դուք ինձ մեղադրում եք, որ ես օբյեկտիվ եմ։ Վերջին տեսանյութերից մեկը, երբ որ խոսում եմ Հայաստանի գներից եւ համեմատում եմ Շվեյցարիայի գների հետ, ներկայացնում եմ City սուպերմարկետի, Երևան City սուպերմարկետի պաշտոնական կայքի սկրինշոթը։ Նստած չեմ հավատում։ Ասում եմ կայքը մտիչ նայիր։ Ինչ պետք է քեզ կեղծեմ, վիդեո սարքելու համար պետք է բան կեղծեմ։ Այնքան թեմաներ կա, որ կարող է դրանցով 100,000 դիտումներ հավաքել։ Այնքան թեմաներ կա, որոնք կարելի է մանիպուլացնել, որը որ ես բնականաբար չեմ անում։ Ինչի պետք է դնեմ Երևան City գները կեղծեմ։ Այն մարդ ասում է չեմ հավատում, չես հավատում, դե մտի կայք չես հավատում, բայց նայում եմ մի հատ աչքովս ընկել մի ալիք, որը որ արհեստական բանականությամբ ձևավորված մի հատ կերպար է, տղա է, ձայնել արհեստական բանականության ձայնն է։ Ու պատմությունները ինչ որ հորինված էլի արհեստական բանականության, կիսուր, կեսրայր, հարց, փես, ասենց շատ կենցաղային թեմաներ են։ Նայում ես կոմենտները, մի տղա ջան ապրես, այսինքն մարդը տեսնում ես, որ բերանի այդ շարժումները եւ խոսքը իրար չի բռնում, բացահայտորեն են քորնել կհասկանա, որ արհեստական բանականությամբ սարքված այսպես կերպարա ու տեքստն էլ նույնպես շատ կասկածելի տեքստ է, որ անգամ հա ձայնը շատ հաճելի ձայն է, բայց տոնայնությունները զգում ես, որ արհեստական է ինչ որ, հա։ Օրհնանքներ։ Իմ վիդեոների վրա աշխատեմ, սկսեմ, սպասի, ոնց սկսեմ ջուր չծեծեմ, ինձ մեղադրում են աշխարհի ամենամեծ մեղքերի մեջ։ Ժողովուրդ, YouTube-ը ես հորս տնից չեմ բերել, ոչ էլ մամասա Google-ում աշխատում, որ ասեն, հենց YouTube-ը բացում ես իմ դեմքն է։ Դուրները չի գալիս, ինչի եք բողոքում, ես չեմ հասկանում։ Ինչը դուրներ, որ ասեմ կոնստրուկտիվ ինչ որ մի բան կա, ոչ։ Հիմա մի հատ շատ լավ տղա կար, ինձ ասում էր, վայ, ձայնը ստերեոյի, մոնոյի հետ կապված խնդիր կա, միայն մի ականջակալով են լսում։ Շատ շնորհակալ եմ, փոխեցի։ Բացահայտորեն, այնտեղ գիտեք ինչ, մեկ-մեկ սենց ասում եմ, լավ, ձեր ուզածը ինչ է։ Ես հասկանում եմ, որ այն տեղեկատվությունը, այն ֆորմատը, որ ես ձեզ տալիս եմ, ինքը բացառիկ է, այո, գտեք մի ալիք, որը որ իմ նման բացառիկ տեսանյութեր է պարունակում։ Կամ էլ եթե ես ձեզ հետ կատակով եմ խոսում, կամ իմ խոսքը երբեմն այսպես կենցաղային կարող է լինել, այնտեղ ասում եմ, բալերագրող ես, լավ խոսիր, խոսքիդ վրա աշխատիր։ Ժողովուրդ, այստեղ YouTube-ը, եթե այդ կլկլիկ ձայներով եւ գրած տեքստը կարդացողներին եք ուզում լսեք, ժողովուրդ, գնացեք, ես ձեզ բռնել եմ ստեղ։ Ում խոսքի վերաբերյալ խնդրում եմ ինձ այդ մեղադրանքները չհնչեցնել։ 8 րոպեի մեջ ես այնքան խիտ ինֆորմացիա եմ տալիս, այնքան գեղեցիկ ձևակերպված, որ դուք բողոքելու ընդհանրապես կարիք չունեք։ Նայում ես, այնց զարմանում եմ, չեմ հասկանում, ի՞նչն է խնդիր, որ ինձ համ շատ սիրում են, համ շատ էլ չեն սիրում։ Ես իմ որ գյուղում, անունը չեմ տալիս, ինքը սենց դրական աղջիկ է, այս խնդիր չունեմ իր հետ կապված, հա։ Ամուսինը խոպանա, ինքն էլ տենց կենցաղային բաներ է, այսօր նստեցինք, կոֆե խմեցինք, նայում ես կոմենտները, օրհնանքներ։ Ես տեսանյութ եմ պատրաստում, որը որ հիմնված է տեղեկատվության, աղբյուրների, որը գրաֆիկա եմ տալիս, տեղից է մի բան դուրս գալիս, ընդեղից է մի բան դուրս գալիս, ձայնս լավ է, ինձ մեկ է Գերմանիա չի, Գերմանիա չի, Գերմանիա է։ Այսինքն իսկապես ժողովուրդ դու կարծում եք, որ տեղին այդ ձեր կոմենտները, ես վերջերս է մեկը գրել։ Ինչ էր գրել։ Գարշելի։ Գարշելի։ Այտենց մի հատ բան, վիրավորական։ Գերմանիա չի, Գերմանիա է։ Այո, ես ասում եմ Գերմանիա, դու չի գալիս մի նայեք։ Գնացեք նրանց հետ, լսեք, ովքեր Գերմանիա են ասում։ Կամ դրան բլոկեցի, այո։ Այո, այդ մարդիկ, ովքեր ինձ կվիրավորեն, ովքեր ինչ որ, գիտեք ինչ, իբրև թե լավություն են անում, սմայլիկ են վերջում դնում, պասիվ ագրեսիվն են, բոլորին բլոկելու եմ։ Ասեմ ավելին, քուրս ով որ ապրում է Ամստերդամում, նրան տվել եմ մոդերացիա։ Ես չեմ էլ նայում բացասականները։ Ես դրականներին կնստեմ, կպատասխանեմ, կխոսամ, ես շատ եմ սիրում ինձ դրական կոմենտներ գրողն է, գրեք սիրելիներ, ես ձեզ շատ սիրում եմ։ Այն ամերիկահայերը ինչ լավն են։ Այն ոնց են ինձ ամերիկահայերը սիրում, աշկից տեղափոխվեմ Ամերիկա։
Ես հիշում եմ այն նոր որ սկսել էի, ժողովուրդ տեսանյութ եմ պատրաստում, պիտի հիմա խոսեմ։ Տեղադրել եմ ինչպես տեղափոխվել Գերմանիա, եթե փող չունես, 5 ծրագրի անուն եմ տալիս, լինքերով, մանրամասներով, ինչ ծրագրով, ուր դիմել, երբ դիմել, այն ասում եմ վերտֆոլ, շատ կարևոր մի հատ տեսանյութ։ Ես կուզենայի այդպես տեսանյութ տեսնեի, եւ որ նոր Հայաստանում էի։ Իմ կյանքը շատ ավելի հեշտ կլներ։ Սենց ինքս ինձնից ուրախ դրել եմ, տեղադրել եմ, մի երկու բնականաբար դրական կոմենտներ, մեկ էլ մեկը դրել է մի հատ բիձա, պիտի դա պատմությունը պատմեմ։ Գրել է, ինչ ես փիլիսոփայում, այնտեղ ասում եմ կներեք, էլի փիլիսոփայելը ո՞րն է։ Այ մարդ, եթե ջուր խոսամ, սենց նստեմ, ասեմ ժողովուրդ ջան, թաղեմ Գերմանիա, դե ոնց գաք եկիք հանձնվեմ, եթե տենց խոսեմ, կասեմ մարդը ջուր ա ծեծում։ Ես քեզ սեղմ ինֆորմացիա եմ տալիս, մի հատ խնդրում եմ, ես լինքը կդնեմ նկարագրության, մտեք մի հատ տեսեք ջուր ծեծոցի կա, մի նախադասություն չկա, որ ես տեղեկատվություն չեմ տալիս, որը կարևոր չի։ Ու հետո խոսում է։ Այնտեղ ես ասեմ, ինչ նկատի ունեք, դե հետաքրքիր է, չէ՞։ Այ իմ սխալն է, որ դրանց հետ ես լեզու եմ դնում եւ գլուխ եմ դնում։ Մեկ էլ արդյունքում ես մի բան գրեցի, էսենց մի հատ լավաշ բան ա դրել, իմ տղան դատախազա դուով ես եղել, թե եկել ես Գերմանիա։ Այսինքն մարդը եկա բիձա 40 տարի ապրում է Գերմանիայում, ինքն ա գրել։ Նայել ա մի հատ աղջիկ, գոնե ուրախանա, ասի, տես ինչ կիրթ ա խոսում, ինչ հետաքրքիր ինֆո ա տալիս, վայ ես ինչ լավն ա, վայ մի հատ լայք եմ, իդեպ լայք եք էս վիդեոն։ Դու մա կոմենտում ա։ Ու վերջում այնտեղ ինձ վիրավորել, էսով ես եղել։ Ու մեկ էլ Գերմանիա հայերը գիտեք ինչ են, ինձ կոմենտում։ Ժողովուրդ մտնում են կոմենտների մեջ 10 տարի ապրում ես Գերմանիայում, 40 տարի։ Այսինքն, մեկն էլ ինձ գրել այ դու միգրանտ։ Ժողովուրդ, եթե ես այստեղ անեմ սկանդալներ, եթե ես բացեմ տեսանյութը, սկսեմ սրան նրան վիրավորել, ասես հա, մարդկանց պարզապես դու մանիպուլացնում ես։ Իմ ոչ մի տեսանյութը չունի մանիպուլատիվ խնդիր։ Հայ-ադրբեջանական ամուսնությունների վերաբերյալ վերցրել եմ, տեսանյութ եմ տեղադրել, ձեզ թվել եմ տալիս, կարա չէ, դնեի ասեի թաղեմ հայ աղջիկներին, թաղեմ հայ տղամարդկանց, թաղեմ Ադրբեջան, կարող էի, չէ, ժողովուրդ մաքսիմալ ինձ կոռեկտ եմ ես պահում, մաքսիմալ, որ չվիրավորեմ ոչ մեկին, որ իմ տեսանյութը չդառնա հայտնի մարդկանց տեսանյութ, որ կամերան դնում են ու առավոտի ծիրիկուն սրան նրան հայհոյում են։ Էլի ումուդրյայուցա ինձ մի բան գրել։ Ես չեմ հասկանում։ Ես անկեղծ ասած մեկ հիմա շատ էսպես հուզվեցի, բայց ես ուզում եմ մենակ այդ մարդկանց ասել, սիրելիներ։ Այսուհետև ոչ մեկին ոչ ման չեմ պատասխանելու, քրոջս եմ տվել, ասել եմ, ես անգամ չեմ ուզում իմ ժամանակը ու ներվերը ծախսել այդ մարդկանց կոմենտներին։ Հիմա բլոգերներ կա, իրանք ասում են ինչ լավ է, անգամ թող շատ գրեն, սենց մարդկանց մոտ ակտիվություն լինի, ինձ շատ դիտեն։ Ժողովուրդ, ես սենց գիտեք ինչ մարդավարի եմ նայում, որովհետև ես հասկանում եմ ամեն մի կոմենտի տակ մարդ ա թաքնված։ Ես մարդավարի եմ նայում։ Եթե դու ասում ես կատարյալ ապուշություն, մի հատ ինձ խնդրում եմ հիմնավորի, ինչի եք արել եզրահանգման։ Մարդ կա, իսկապես տենց էշ դուրս ա տվել, տակը գրել եմ։ Ես վերջում դուրս ա եկել, դե քուր ջան, չէի իմանում, որ պետք է պատասխանես, դրա համար գրեցի։ Նեղվում եք, որ մեկը Գերմանիայում համարձակվում ա խոսել, Գերմանիան ձեր տնից եք բերել, մանավանդ այն 50-60 անց մարդկանցից։ Լավ ժողովուրդ շատ ջղայնացա, վերադառնանք մեր YouTube-յան ալիք։ Ձեզ սպասվում են հետաքրքիր հարցազրույցներ, լինելու է հետաքրքիր շարք Ֆրանսիայից եւ Հոլանդիայից։ Հիմա էլ ամառ է, տեսեք, ես էլ Հյուսիսային ծովի ափին եմ, այնտեղ ծովը գնացել եմ, ակնթացություն ա տեղի ունեցել ու ձեզ սպասվում են շատ ավելի հետաքրքիր տեսանյութեր իմ կողմից։ Դուք էլ վերջապես լայք եք, մի երկու լավ բան գրեք։ Ես որ տեսնում եմ ինձ լավ բան են գրում, ես ամբողջ օրս այդպես լավ է անցնում դրական էմոցիաներով։ Ձեր սիրելի Ֆրաու Լալայանն։ Ինձ հուսամ, որ շատ ջղայնացա, բայց դե այ քեզ բան։ Մի քիչ թողեք ես ջղայնանամ, թե չէ հերիք է։ Կուլտուրականի այդ գաստուկը դրել եմ, բան չեմ խոսում, սրանք էլ ես գիտեմ, բան էշ եմ։ Մի խոսքով, սիրելիներ, ես էշ չեմ։ Ստեսություն ձեզ։